Բարև, ես Էլենն եմ, իսկ դու գտնվում ես իմ ալիքում։ Այսօրվա իմ վիդեոյի թեման ինձ թվում է ձեզ արդեն պարզ է։ Վերջին զանգ։ Այս վիդեոյում ես ձեզ հումորային իրավիճակներով ցույց կտամ դասարանի նախապատրաստությունը վերջին զանգին ու վերջում իհարկե վերջին զանգի հետ արարողությունը։ Այս վիդեոն լինելու է կերպարներով հագեցած, լինելու են եւ աշակերտներ եւ ուսուցիչներ, ու վիդեոն նայեք մինչեւ վերջ, քանի որ շատ հետաքրքիր է լինելու։ Ու այս վիդեոյի վերջին զանգի հետ կապված իրավիճակներից գոնե մեկը վստահ եմ, որ ծանոթ է բոլոր ավարտածներին։ Դե ինչ, ձեզ բարի դիտում։ Երեխեք, բան չմնաց, հեսա մեր վերջին զանգն է, ես մի քանի բան եմ մտածել մեր վերջին զանգի հետ կապված, նախ մտածում եմ, որ մեր վերջին զանգը պետքա բոլորի վերջին զանգից տարբերվի, լինի տարբերվող, սենց սիրուն ձևավորած լինի, հատուկ հարսանիք նկարող, լուսանկարիչների կհրավիրենք, որ մեզ շատ սիրուն նկարեն, տենց պրոֆեսիոնալ տեսախցիկներով, բաներով, մեր վերջին զանգից հետո մի հատ ճոխ սայլուտ պետքա խփի, որ ամբողջ երկիրը տենա, որ մեր վերջին զանգն է, համաձայն եք երեխեք, մեկ էլ մեր վերջին զանգից հետո ամառը մտածում եմ բոլորով գնանք Մալդիվյան կղզիներ հանգստանալու, ինչ կասեք, երեխեք, այս կյանքում մի անգամ է լինում ու մենք պետքա չափսոսանք, ինչքան գումար հնարավոր է տանք, որ մեր վերջին զանգը հնարավորինս ճոխ լինի, ահա, լավա չասեցիր մի հատ էլ Թաթա Սիմոնյանին բերենք, անձամբ ինքը երգի մեր վերջին զանգին, հասկացանք երեխեք վերջին զանգա, բայց այդ չի նշանակում, որ պետքա հարսանիք նշենք, վերջին զանգից հետո կյանք գոյություն ունի, վերջին զանգով կյանքը չի ավարտվում, ոնց մնացածն են անում, նենց էլ մենք կանենք, ավարտենք, կգնանք էլի։ Մի հատ լռություն, հա, կթողեք ես խոսամ, նախ ասեմ, որ ձեր վերջին զանգը կազմակերպելու եմ ես, այո, ձեր վերջին զանգի սցենարը սկզբից մինչև վերջ կգրեմ ես, կորոշեմ ձեր խոսքերը, դադարները, երաժշտությունը, վալսի պահը, վերջը, մի խոսքով ամեն ինչ, այդ վերջին զանգ գրողներին փող չենք տա, այսքան տարի իմ դասարանների վերջին զանգը գրել եմ ես, ու իմ վերջին զանգի մասին միշտ խոսել է ամբողջ դպրոցը, այ այդքան լավն է եղել։ Մի րոպե էլի աղջիկներ, մենակ մենք ենք որոշում, եկեք տղերքի կարծիքն էլ հաշվի առնենք, տղերք դուք ինչ եք մտածում, մեր վերջին զանգը ոնց պետքա լինի։ Դե խփի արա, գրվա տեսար, լավ էլ երեխեք, հավես չկա մի բան որոշեք, մեզ է տեղյակ պահեք, կգանք էտ օրը հաստատ, հա չէ աղբերս, լավ պարզա, երեխեք եկեք շարունակենք որոշել, բոլոր ուսուցիչների համար պետքա մի հատ ճոխ ծաղկե փունջ առնենք, տենց են 100,000 դրամանոց որ լինում է, իսկ մեր դասղեկի համար պետքա Երևանի կենտրոնում շքեղ բնակարան առնենք, ինչ կասեք, ի վերջո այս տարիների ընթացքում մեր դասղեկն է եղել մեր երկրորդ մայրը, երկրորդ մոր համար հաստատ արժի տենց բան անել երեխեք։ Ուրեմն սենց, այս ծաղիկները կտակ ընկեր Բանգլոյանին, այս ծաղիկները սվիտակ կտակ ինձ, պարզա, այս ընկեր Բանգլոյանին, այս ինձ։ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, այսօր մենք ավարտում ենք այս դպրոցը, ու այս տարիների ընթացքում այս դպրոցը մեզ շատ բան է սովորեցրել, այո, ուզում եմ ասեմ, որ ես իրոք երեխեք ձեզ շատ կկարոտեմ, մենք ընկերներ ենք եղել, մենք չգիտեմ տարիներ ենք անցկացրել իրար հետ ու ես ձեզ շատ եմ սիրում, շատ կկարոտեմ ձեզ ու խոստացեք, որ մենք մեր շփումը միշտ պահելու ենք, այսօր մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, այո, մեր սրտում շատ հուզված ենք, դպրոցը դա Երեխեքս բրավո, իմ երեխեքն է ավարտում, հա, իմ երեխեքս են, ճիշտ է չար են, խելոք չեն մնացել, լավ չեն սովորել, բայց դե
Իմ երեխեքն են, իմ քաղցր երեխեքը շնորհքով։ Վայ, բան ես։ Շնորհակալ եմ երեխեք ջան, շնորհակալ եմ։ Տեսնում եք ինչ շնորհքով երեխեք։ Վայ, չէ, տեղյակ չէի, ընդհանրապես տեղյակ չէի։ Երեխեքս էին որոշել իրար մեջ, չէ՞։ Շատ շնորհակալ եմ, շատ սիրուն է։ Ընկեր Մանգլոյան, ձեզ էլ են բերել։ Ապրեք երեխեքս, ապրեք։ Կկարոտեմ ձեզ երեխեքս, կկարոտեմ։ Կանաչ ճանապարհ ձեզ իմ հրաշքներ։ Մի հատ լրություն, հա։ Էս ինչ չար դասարան է, երբեք ավարտելու գնաք պրծնեմ ձեզանից, ներվերս էլ չի հերիքում։ Վայ Աստված, մի հատ դուրս հա դասարանից, քո ներվերն ընդհանրապես չունեմ։ Ոյ քեզ բան, սենց անդաստիրակ երեխա։ Մի հատ նստի տեղդ, հայ դեբիլ։ Ոչ սովորելուց են մի բան, անդաստիրակ։ Վայ երբեք ավարտելու, իսել Աստծո։ Զզվել եմ արդեն ձեզանից, զզվել եմ, չեմ դիմանում։ Ավարտեք գնացեք էլի, մենք էլ հանգիստ ապրենք։ Շատ կկարոտեմ երեխեքիս։ 4-րդ դասարանից ես եմ վերցրել։ Սիմոնյանի դասարանն է ավարտում։ Դպրոցի ամենաչար դասարանն է։ Վերջապես կավարտի, կգնան իրանց ճանապարհով, մեզ էլ հանգիստ կթողնեն։ Այնքան եմ տանջվել Սիմոնյանի դասարանի ձեռը, չեք պատկերացնում։ Վայ ապրեք երեխեք ջան, ապրեք, իմ շնորհքով երեխեք։ Համբուրում եմ բոլորիդ։ Տես, ինձ էլ չեն մոռացել, հա, մալադեց։ Չէ, հա, երևի Սիմոնյանն է ասել, որ ծաղիկ բաժանեն, թե չէ, այդքան շնորհք ունեն խի։ Լավ, էլի Կարախանյան, այդպես մի ասա, խելոք էլ շնորհքով էլ երեխեք են, ինչ ես բոլորին անուն դնում, երեխեք են վերջի վերջո, մեկը մի քիչ չար, մեկը մի քիչ խելոք, ինչ տարբերություն։ Հա ճիշտ է, ես իրանց երկար ժամանակ դաս չեմ տվել, բայց դե բոլոր երեխեքն էլ նույնն են, էլի, ինչ ես խոսում, չես ամաչում, այ քեզ բան։ Չի կարելի երեխեքին քննադատել։ Իրանք մեր ապագա ծաղիկներն են, մեր ապագա զինվորներն են, մեր ապագա մայրերն են, մեր ապագա քույրերն են, մեր ապագա սերունդն է, հա, չի կարելի։ Ով Կարախանյան, լավ էլի։ Շնորհքով էլ երեխեք են, հա։ Դպրոցը դա մեր երկրորդ տունն է, մենք բոլորս երջանիկ ենք, որ այս տարիներին անցկացրել ենք մեր սիրելի տանը երկրորդ, մենք այսօր շատ ուրախ ենք, հուզված ու երջանիկ ու կարոտելու ենք բոլորիդ, սիրելու ենք, հիշելու ենք այս օրերը ջերմ, որ եկան ու գնացին, լա լա լա, լա 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 լա, լա 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 լա, ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, ուզում ենք այս ծաղիկները հանձնել մեր շատ սիրելի դասղեկին։ Սա ձեզ, շնորհակալ ենք, որ կաք, շնորհակալ ենք այս տարիների ընթացքում մեր կողքին լինելու համար։ Դե ինչ, այսօրվա իմ պատրաստած վիդեոն այսքանն էր, բոլոր շրջանավարտներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, ուզում եմ ձեր հետագա կյանքը այնքան լավը լինի, որ այս դպրոցի տարիները լինեն ձեր կյանքի ամենավատ տարիները, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ երեխեք ջան ու միշտ լինեք առողջ ու երջանիկ, դե ինչ, եթե այս վիդեոն ձեզ դուր եկավ մի մոռացեք լայքել ու բաժանորդագրվել իմ ալիքին, դե ինչ, մինչ նոր հանդիպում։